Պարոն Սիմոնյան, Թրամփի ուղու հետ կապված, նախ Թրամփը մի տեսակ տարօրինակ անընդհատ ինչ-որ մոռանում է Հայաստանի անունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հետ վերջին հանդիպման մասն էր մոռացել, Ադրբեջանի անունն էլ է մոռանում, շփում է, չգիտեմ, ինքը օրինակ ծաղրում է բանին, Բայդենին, բայց չի կարելի այլ երկրի նախագահի վերաբերյալ ծաղրական որևիցե բան ասել եւ ես նույնպես ինքը ծաղրում է իրենց նախկին նախագահին, բայց ինքն էլ է շատ հաճախ մոռանում։ Ինքը աշխարհի ամենամեծ գերտերություններից մեկի ղեկավարն է եւ այն ինֆորմացիոն հոսքը, որ իր սեղանի միջով անցնում է, Բայց անհարգալից չի երկու երկրների, փոքր երկրների նրանց առաջնորդների նկատմամբ։ Պետք է դրանից հետևություն անենք, որովհետեւ մեր ժողովրդին մեկ թվում է, որ կարևորը աշխարհում մենք ենք ու Ավստրիան է, մնացած աշխարհը գոյություն չունի, հա, հիշում եք հայտնությունը, բայց ասենք պետք է հասկանանք, որ աշխարհում Հայաստանի հետ կապված են, որ մենք հաճախ ներսարտում ենք եւ այլն, պետք է հասկանանք, որ այտենց էլ չի, որ մենք այս կարող ենք անել, այն կարող ենք անել եւ իրողությունները մի քիչ մեզ պետք է համեստ բանել։ Եվ մի բան էլ Թրամփի ուղիով ես դա Նիկոլ Փաշինյանին էլ հարցրի, չտաս հստակ պատասխան, դուք տեղեկ եք զենք, զինամթերք, զորք անցնելու է թե ոչ, եւ եթե անցնելու, ապա դա ինչպես է կարգավորվելու, ով է ստուգելու, եւ մենք ուր ենք գնալու այդ ճանապարհով։ Որևիցե կապ չունի, որևիցե բեռ, որևիցե երկիր գնում է գետնով թե օդով, դրա մասին դրա հետ կապված գոյություն ունեն հստակ կարգավորումներ, եւ այդ հստակ կարգավորումները գործելու են նաեւ այս դեպքում։ Տեսեք, Թրամփի ուղու հետ կապված ամենամեծ մտահոգությունը ի սկզբանե ինչ ենք մենք դրա մասին խոսացել, ինչ են ժամանակին դրա խոսույթի մեջ եղել, որ ենթադրենք դա միջանցք է եւ այլն, որովհետեւ մեր ընկալման մեջ եղել է արտատարածքային միջանցքի տրամաբանություն, մի տարածք, որը որ պայմանականորեն, հա, վերահսկվելու էր ենթադրենք ռուսական ուժերի կողմից, լինելու էր Հայաստանի Հանրապետությունը դրա վրա որևիցե իշխանություն չէր ունենալու եւ հաճախ դա համեմատում են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գոյություն ունեցող Լաչինի միջանցքի տրամաբանության մեջ դա մեր իշխանությունը անկապ ասում էր մենք մի միջանցքի անուն ենք տեսել եւ դա Լաչինի միջանցք է։ Բա մենք ուր ենք գնալու։ Մյուս ճանապարհներով։ Վարչապետի հարցին վարչապետին երբ որ դուք հարցում եք ու մենք բոլորը հարցում ենք մշտապես ինչ ենք այդ 5 հիմնական սկզբունքներն ասում։ Որտեղ 5 հիմնական սկզբունքները ֆունդամենտալ են եւ դրանից զատ ինչ որ խոսացվում է դա չգիտեմ ցնդաբանությունը նույն 5 միջազգային սկզբունքները եւ նույն տրամաբանությունը գործում է օրինակ Սվարթնոց օդանավակայանում գործում է Պարսկաստանից օրինակ Պարսկական բեռը որ գալիս է օրինակով որ պետք է գնա Վրաստան նույն տրամաբանության մեջ է գործում ստեղ խնդիրը ինչու՞մն է կանում խնդիրը կանում է որ կա մտահոգություն ադրբեջանական կողմի մոտ որ մարդու հետ շփման հետ կապված դեռ մեր հասարակությունները այդքան էլ պատրաստ չեն եւ տեխնիկական միակ խնդիրը որ մենք այսօր աշխատում ենք լուծենք դրան է վերաբերում մնացածը փոխադարձության սկզբունքով գործելու է թե մեր համար թե իրանց համար Իսկ երբ է ստորագրվել պայմանագիրը դե ես հույս ունեմ որ մինչեւ ընտրություններ թե մինչեւ տարեվերջ գիտեք մենք պատրաստ ենք դա ստորագրել անցյալ տարի այս ժամանակներից ոնց որ քայլեր չկան ոնց որ իրենց կողմից դեռ տես քայլեր չկան ընդառաջ քայլեր եկեք ես գնահատեմ որ կա որովհետեւ մի քիչ ավելի շատ բանի եմ տիրապետում ինֆորմացիայի եմ տիրապետում եւ այն բանը որ մեր խոսակցությունը շարունակվում է այն քննարկումները այն միջազգային հարթակներում հաճախակի համագործակցությունը որ մենք փորձում ենք իրականացնել եւ այն process-ները որոնք հիմա իրոք տեղի ունենում որոնց մասին հասկանալի պատճառով ես չեմ կարող խոսել ես վստահ եմ որ դա հնարավոր է դուք նույնիսկ պետք է նկատեք որ դուք պետք է նկատեք որ նույնիսկ Ադրբեջանի նախագահի խոսակցության ձևն է փոխվել փոխորտանքներից վիրավորանքներից պատելության խոսքից ինչ որ չափ այդ խոսակցությունը վերաձևակերպվել է եւ խոսում իրանք են խոսում արդեն խաղաղությունից եթե ժամանակին դուք մեզ մեղադրում եք ասում եք ինչ է մենակ դուք խոսում ինչի իրանք չեն ասում եւ այլն ապա հիմա կարող եք տեսնել որ իրանք են ասում բայց մակի անդրոնիցելի օկուպանտ է ասում այսպես ասած Դերև չի փոխվել մի քիչ մտածել մենք էլ իրանք ենք օկուպանտ ասում Ջերմուկի Սևլիչի Տավուշի մարզում գտնված բան մենք էլ ենք այդ ձևակերպել մենք իրանց համար մենք ենք իրանց համար օկուպանտ եթե մենք ֆիքսում ենք որ մեր երկիրը դա Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի մետրը ինքը իր համար
Ղարաբաղի գրավյալ շրջանները Ղարաբաղի կողքի եղած, ինքը իրան իրավունք հավերապահում նման ձևով ասել։ Այսինքն նորից եմ ասում, պետք է մենք հասկանանք, որ մեր ընկալումից բացի գոյություն ունի այլ ընկալում, ու այնքան ինչքան երկիր կա, երևի երկու այդքան ընկալում կա։